Ինժեներական քաղաքավարի շատ մի տեղ է, որտեղից ուզում ենք այդ գիտական, տեխնոլոգիական հրաբուխը ժայթքի դրական իմաստով։ Ամեն մեկը կարող է լինել կիզակետ, կորիզ, սկիզբ, կամ ասենք թե արև տիեզերական համակարգի համար։ Ինչ ենք մենք ուզում այս բոլոր ընկերությունները մի տեղում հավաքել։ Մտնել մի դաշտ, որտեղ ինտեգրվում է սարքը եւ ծրագրավորումը։ Սարքեր տիեզերքի համար, մեքենաների համար, սարքեր կիսահաղորդիչների տեստավորման համար։ Սուպերհամակարգչի հոսանքը այսօր ֆինանսավորվում է պետության կողմից, սուպերհամակարգչից օգտվել անվճար է։ Այսօր օգտագործվում է ավելի քան 70%-ով, շատ լավ ցուցանիշ է։ Մինչև պատերազմ Մոսկվայի ամբողջ դպրոցները լաբորատոր սարքեր, օրինակ սովորում են 7-րդ, 8-րդ դասարանում էլեկտրոնիկա, ամբողջը տարվել է ինժեներական քաղաքից։ Մեկ գլխով մեկ շուկա չարժի գրավել։ Մեծ երազանք ունենք արդյունաբերական քաղաքն է։ Օրինակ, եթե մենք ունենայինք շատ ավելի հզոր սուպերհամակարգիչ, ոնց որ չգիտեմ, Ճապոնիայում կամ ԱՄՆ-ում կան, օգտվողներ կլինեին դրանից, թե չէ։ Լույսը գնա ու սուպերհամակարգիչ անջատվի։ Ինչ ընկերություններ են այսօր աշխատում հայաստանյան ինժեներական քաղաքում, ինչ նախագծերի վրա են նրանք աշխատում եւ ինչպես են օգտագործում այնտեղ տեղակայված սուպերհամակարգիչը։ Այս ամենի մասին զրուցելու ենք Բագրատ Ենգիբարյանի հետ եւ հիշեցնեմ, որ գիտությանը եւ տեխնոլոգիաներին նվիրված մեր հարցազրույցների շարքի գործընկերն է Թիմ Տելեկոմ Արմենիան։ Ինժեներական քաղաք։ Ինչ հիմնական նպատակները, հետապնդում է այս նախագիծը։ Ինժեներական քաղաքը նախասեմ, որ շատ հետաքրքիր նախաձեռնություն է, որովհետև ինքը բազմակողմանի եւ նաեւ բազմանպատակ է։ Հիմնական, երբ որ գաղափարը մտածում էինք, առաջինը դա տեղեկատվական տեխնոլոգիաներից հետո Հայաստանի բարձր տեխնոլոգիաների զարգացման հաջորդ ոլորտը որն է լինելու, մեր հաջորդ հաջողությունը որն է լինելու Հայաստանի։ Գիտեք, որ տեղեկատվական տեխնոլոգիաներով բավական մեծ ներդրումներ, կազմակերպություններ, մեծ քանակությամբ այսքան աշխատատեղեր, այդ բարձր տեխնոլոգիաները սահմանափակել տեղեկատվական տեխնոլոգիաներով չարժեր, 2002-ից զբաղվում ենք տեղեկատվական տեխնոլոգիաներով եւ մոտ 7 տարի առաջ որոշեցինք մտածել արդյոք ինժեներությունը կարող է լինել հաջորդ բարձր տեխնոլոգիական հայկական նոր պատմությունը։ Եվ որոշեցինք սկսել, քանի որ ինժեներությունը ինքը լայն գաղափար է, այսինքն բազմավոլորտ, բազմակողմ, որոշեցինք մտածել մի մոդել, ցուցադրել մի քանի ուղղություններով, ինչպես կարելի է ոլորտ զարգացնել։ Ընտրեցինք տիեզերք, առանց վարորդի մեքենաներ, կապ, կիսահաղորդիչներ, մի քանի ոլորտներ եւ մշակեցինք ինժեներական քաղաքի գաղափարը։ Մեկտեղ բերել լաբորատորիաները, մեկտեղ բերել կրթությունը, մեկտեղ բերել 30-40 կազմակերպություն եւ ցուցադրել ինչպես կարելի է աշխատելով ստեղծել արժեք, ներգրավել ներդրումներ, նոր աշխատատեղեր եւ ամենակարևորը նոր շուկաների մասին է խոսքը գնում, որտեղ ինժեներությունը դա հիմնականում Ռուսաստանն է եւ որոշ հարևան երկրներ, եթե տեղեկատվական տեխնոլոգիաները գլոբալ էր, ապա կարող ենք արդեն նաեւ դուրս գալ նաեւ միջազգային շուկաներ։ Գաղափարը եկավ այդտեղից։ Ինչ ենք մենք ուզում այս բոլոր ընկերությունները մի տեղում հավաքել։ Ինչի ամեն մեկը իր տեղում նստած չի կարող նույն գործը անել։ Նախ փորձը ցույց է տալիս բոլոր ընդհանրապես տեղեկատվական եւ ընդհանրապես բարձր տեխնոլոգիական ոլորտներում, որ ընկերությունները կարիք ունեն իրար հետ լինելու մտածելու։ Հետաքրքիր ուղղակի օրինակ բերեմ, հարցի հետ ուղիղ կապ չունի, ռուս-ուկրաինական պատերազմից հետո մեծ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ բարձր տեխնոլոգիական կազմակերպություններ եկան Հայաստան, որպեսզի միջավայրի մեջ լինեն։ Ինչի՞ չգնացին Վրաստան կամ ուրիշ տեղեր, որտեղ միջավայրը չկար։ Ուզում են իրար հետ լինեն։ Եթե ավելի նեղ մասշտաբով նայենք, իրար հետ լինելով իրենք առաջին հերթին նաեւ հնարավորություն են ստեղծում համատեղ աշխատանք իրականացնել, կիսել լաբորատորիաները, այսինքն ստեղծել համատեղ արժեք ունեցող լաբորատորիաներ, որը ասենք հասանելի չէ մեկ կազմակերպությանը, բայց ասենք 20 կազմակերպությամբ կարելի է դա օգտագործել։ Հնարավորություն, ասենք մասնագետներ պատրաստել, օրինակի համար մասնագետ պատրաստելու համար համախմբել ուժերը։ Եվ եթե նկատեք մեծ մասում ժամանակ են անցկացնում, գիտեք որտեղ ճաշարանում ինչի, իրար հետ մտածում են նոր գաղափարների, նոր ծրագրերի, նոր պայմանագրերի համար։ Դա հիմնական խայտերից մեկն է, որ ուզում են իրար հետ լինել։ Ինժեներական քաղաքում այսօր կա ինչ-որ հետաքրքիր տեխնիկա, տեխնիկական հնարավորություններ, որոնցից որ կարող են օգտվել ընկերությունները եւ որոնք հենց ինքնուրույն չէին կարողանա ձեռք բերել։
Դա ամենակարևոր մասերից մեկն է, ամենակարևորը չի, բայց կարևորներից մեկն է։ Առաջինը դա սարքավորումները, որոնք հասանելի չեն։ Օրինակի համար թանկ են, արժեն 500,000 կամ 1 միլիոն ամերիկյան դոլար, մեկ կազմակերպություն չեք կարող այսքան գնել, ոչ միայն ինժեներական քաղաքի, այլև Հայաստանի մասշտաբներով եթե նայենք։ Կան սարքավորումներ, որոնք ասենք թե զուտ պահանջում են որոշակի մասնագետներ, եթե նույնիսկ ունենաս սարքավորում, չես կարող օգտագործել։ Ինժեներական քաղաքի կարևոր կետերից մեկը առաջինը, ինչպես նշեցիք, սարքավորումները, որ կան, այսինքն անհասանելի սարքավորումներ են կամ դժվար հասանելի սարքավորումներ են, որ կարող են բոլորով օգտագործել, իրար հետ օգտագործել։ Երկրորդը սարքավորումներ են, որ եթե նույնիսկ կազմակերպություն ունենա, չի կարող օգտագործել, այսինքն պետք է ունենա մասնագետներ, պատրաստի մասնագետներ, որոնք սպասարկեն, այսինքն այդ մեքենան, կոպիտ ասեմ, որի համար իրենք երբեք ներդրում չեն անի։ Ինժեներական քաղաքի մյուս կարևոր մասերից մեկը, որ մենք բոլորի համար սպասարկում ենք մեքենաները։ Այսինքն օրինակի համար մեկ մեքենա 5 կոորդինատանոց, ասենք, CNC մեքենայի օրինակը բերեմ, մեքենան օգտագործելու համար դու 3 մասնագետ ունենաս։ Ծրագրավորող, որը նախատիպը մշակում է, մասնագետ, որը թարգմանում է մեքենայի լեզվով, եւ մեկ հատ մասնագետ, որը կանգնած է մեքենայի առաջ, որը կարողանում է այսքան մեքենան, այսքան աշխատացնել։ Դա ուղղակի մի հատ բարձ օրինակ։ Նման դժվար հասանելի սարքավորումներից է նաև կարծում եմ այդ սուպեր համակարգիչ կոչվածը, որոնցից մեկը հենց այն տեղակայված։ Մի քիչ դրա մասին էլ կուզեի խոսեինք, այսօրվա դրությամբ ինչ աշխատանքների համար այն օգտագործվում։ Սուպեր համակարգիչը ասեմ, որ միայն ինժեներական քաղաքի համար չի, ինժեներական քաղաքում է տեղակայված, որովհետև առաջինը հնարավորությունը ստեղծեցինք բերել ինժեներական քաղաք եւ ստեղծել են պայմանները, որով սուպեր համակարգիչը կարող է այսքան աշխատել, այսինքն շատ մեծ կարծում եմ նախաձեռնություն էր Հայաստանի համար համատեղ ջանքերով եւ կառավարության եւ Ֆրանսիայի կառավարության եւ Տուլուզի համալսարանի եւ մասնավոր հատվածի եւ գիտությունների ազգային ակադեմիայի կարողացան այդ ամբողջը բերել այսքան Հայաստան։ Ուրախ ենք, որ կարողացանք տեղակայել ինժեներական քաղաքում, այս ստեղծել են բարենպաստ պայմանները, որ տեղակայված են ինժեներական քաղաքում եւ բացել բոլորի համար։ Շատ մի կարևոր բան եմ ուզում նշել, սուպեր համակարգչի հոսանքը այսօր ֆինանսավորվում է պետության կողմից, դա ինչ է նշանակում, որ սուպեր համակարգչից օգտվելը անվճար է։ Այսինքն որոշվեց ռազմավարություն, որ ոչ թե փորձենք մեքենայի օգտագործման համար որոշակի գումարներ գանձել, այս պահին տանել ինքնածախսացման, այլ հակառակը սուբսիդավորել հոսանքը, որը հիմնական ծախսն է, սուպեր համակարգչի բացի մասնագետներից, որով կարողանան բոլորը օգտագործել եւ գիտնականները եւ մասնավոր կազմակերպությունները։ Գիտեք ինչու, իրեն կյանքը սահմանափակ է։ Եթե այսօր դու ինքը սուպեր համակարգիչ է, վաղը կլինի ոչ սուպեր համակարգիչ, դառնում է հասարակ համակարգիչ։ Այսինքն ունենք սահմանափակ ժամանակ, որը պետք է առաջին օգտագործենք։ Սահմանափակ ժամանակում ունենք բազմաթիվ խնդիրներ, ծախսեր եւ նաեւ մասնագետներ, որ համ պետք է մասնագետներ պատրաստենք, համ կարողանանք խնդիրները ձևավորենք, համ օգտագործել։ Նոր որոշեցինք ամբողջ էներգիան դնել դրա վրա։ Այսօր օգտագործում է ավելի քան 70%-ով, բացառիկ ցուցանիշ, շատ լավ ցուցանիշ է, օգտագործում է մասնավոր կազմակերպությունների կողմից, հատկապես արհեստական բանականության ոլորտում եւ տվյալագիտության ոլորտում որոշակի լուծումներ են մշակում։ Մյուսը դա օգտագործում է գիտական համայնքի կողմից, գիտության մեջ սկսած դեղագործությունից կենսաբանություն, մինչև տվյալագիտություն եւ այլն, շատ բաներ արդեն չեն անում փորձով, չեն անում ձեռքի վրա։ Այսինքն վիրտուալ սարքում են միջավայրեր, որտեղ կարողանում են փորձարկել, այսինքն որ խթանում է նաեւ գիտության զարգացումը։ Եվ արագագործությունը համակարգչի եւ այդ մոտեցումը հնարավորություն է տալիս շատ բաներ ավելի արագ անել։ Եվ երրորդը շատ կարեւոր է համակարգիչը, քանի որ ինքը, եթե չեմ սխալվում, երևի Ռուսաստանից հետո ամբողջ Եվրոպա, կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանում ամենահզոր սուպեր համակարգիչներից մեկն է, այսինքն ամենահզորն է, ասենք, եթե Ռուսաստանը հանենք, դա նշանակում է, որ միջազգային համագործակցության նաև նոր դաշտ է բացում։ Այսինքն Հայաստանում, եթե նման բան կա, այսինքն փորձում են Հայաստանի հետ համագործակցել, հայկական գիտնականների հետ համագործակցել, որ մեզ փորձում են նաև առաջ տանել։ Եվ գիտեք, երևի շատ ուրախալի է, որ անունը Ազնավուրի անվան է։ Եվ ընտանիքը համաձայնվեց այդ անունը տալ, կարող ենք տարբեր գիտնականների դնել Գալիլեի եւ այլն, բայց ինչի՞ չի Ազնավուր, որը շատ հաճելի է։ Ինչ ենք հասկանում այդ 70% ասելով, այսինքն 24 ժամվա մեջ ինքը ժամանակի 70%-ը աշխատում է մնացած։ Չէ, ինքը, ասեմ, ինքը ունի որոշակի, այսինքն պրոցեսորներ, որոնք որոշակի պրոցես են կատարում, այսինքն իրանք մի վայրկյանի ընթացքում իրանք ոնց որ ասած իր զբաղվածության աստիճանը
70% է, դա նշանակում է համարյա 100%, որովհետև 70% զբաղվածության դեպքում կարող է ինչ-որ րոպեներ ունենաս, դու գնաս 100% հետ գաս կամ իջնես, այսինքն միջին ես այդքան պահում, պետք է մի փոքր ունենաս պահուստային մաս, որտեղ խնդիրը հանգարտակի այդ րոպեին կամ այդ վայրկյանին մի քիչ շատ ավելի ռեսուրս պահանջի, որ դա խնդիր չլինի։ Ոնց որ օրինակի համար ինչ-որ հողնաղաց է պտտվում, քամի է մատակարարում, ինքը միջինը 70% ուժով է մատակարարում, բայց պահերկա պետք է արագանա։ Այս ու սիմվոլիկ է, այսինքն պատկերացնելու համար։ Ինքը շատ հետաքրքիր գաղափար է եւ շատ հետաքրքիր նաեւ նախաձեռնություն է, եւ կարծում եմ բացառիկ հնարավորություն Հայաստանի համար։ Եթե կա հնարավորություն ինչ-որ հետաքրքիր միջազգային համագործակցություն կազմակերպել դրա շուրջ, դա արդեն արվում է թե չէ, եթե չէ, ինչու՞ չէ։ Կարամ նոր օրինակները բերեմ, ասենք շատ հետաքրքիր օրինակներ կան, օրինակի համար հիմա շատ ծրագիր ենք պատրաստում Airbus-ի, Toulouse-ի համալսարանի, մեր ինֆորմատիկայի ինստիտուտի, ֆրանսիական գործընկերների եւ նաեւ կառավարության աջակցությամբ արհեստական բանականությունը տիեզերքում, որտեղ առաջինը Հայաստան եկան, որովհետեւ կար սուպերհամակարգիչը։ Երկրորդը Հայաստանը դիտարկում է, որովհետեւ սուպերհամակարգիչը Toulouse-ի Ֆրանսիայի հետ այսինքն կապ ունի։ Այդտեղով արդեն Airbus-ի հետ ենք փորձում համագործակցություն անել։ Ինժեներական քաղաքում մենք ունենք առաջատար հետազոտությունների կենտրոն տիեզերքի գծով, այսինքն ունենք նաև մասնագետներ, որոնք տիեզերքի խնդիրներով են զբաղվում, ունենք արհեստական բանականությամբ զբաղվող, այսինքն այդ համախմբությունը եւ այսինքն որտեղ այս պահին կոնկրետ ոնց որ ասած կիզակետում կամ կորիզը սուպերհամակարգիչներ, այդ օրինակը ուղղակի դրա համար բերեցիք, կարողանում է հավաքել մանատիպ նախ հետաքրքիր խնդիր, բարդ խնդիր, միջազգային խնդիր եւ Հայաստանի համար դիրքավորվելու համար շատ մեծ բան։ Այսինքն այդ ամեն մեկը կարող է լինել կիզակետ, կորիզ, սկիզբ կամ ասենք թե արև տիեզերական համակարգի համար։ Կան Հայաստանում կամ մանավանդ ինժեներական քաղաքում ինչ որ ընկերություններ կամ գիտնականներ, անհատներ, չգիտեմ, ինչ որ մարդիկ, ովքեր ավելի լուրջ հզորությունների կարիք ունեն, քան թե կարող է տրամադրել այս սուպերհամակարգիչը։ Օրինակ, եթե մենք ունենայինք շատ ավելի հզոր սուպերհամակարգիչ, ոնց որ, չգիտեմ, Ճապոնիայում կամ ԱՄՆ-ում կան, օգտվողներ կլինեին դրանից, թե չէ։ Շատ լավ հարց եք բարձրացնում, օգտվողների քանակը հզորությունը անսահման է։ Բայց արդյոք արժի նմանատիպ ծախսեր անել, բերել այսինքն Հայաստան այդ բոլորը, որովհետև կա մի այլ հնարավորություն, դա միջազգային ցանցի մեջ ես դու։ Այսինքն դու կարողանում ես այսօր ամբողջ եվրոպական սուպերհամակարգիչն Հայաստան այսօր հնարավորություն ունի Եվրոպայում տարբեր սուպերհամակարգիչների մուտք գործել, Հայաստան այսօր հնարավորություն ունի Հնդկաստանում գործել, գիտեք, ունենք հայ-հնդկական տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ ունենք սուպերհամակարգիչ, որը հիմա շատ փոքր համակարգիչ դառավ 10 տարի առաջ, բայց կապը, որով մենք կարող ենք կապնվել եւ օրինակ օգտագործել Հնդկաստանի հզորությունները, կամ այսինքն կապնվեն Եվրոմիության տարբեր կենտրոն, ֆինանսավորող կենտրոնների հզորությունները օգտագործել, այսինքն դա հնարավորությունը կա, այսինքն դու աշխարհի մեջ ես նաեւ, այսինքն դու կապված ես, եթե ինչ-որ շատ բարդ խնդիր կա, որը շատ, ասենք մի 100 անգամ ավելի շատ հզորություն է պահանջում, այդ խնդիրը չի կանգնի, որտեղ այդ սուպերհամակարգիչը չունենք։ Մեր սուպերհամակարգիչը ավելի շատ նպատակ ունի եւ փորձում ենք օգտագործել նորեջ բացել։ Այսինքն ոչ թե իմացողին ասել, որ սուպերհամակարգիչ կա, այս ռեսուրսը օգտագործի, այլ չիմացողին ասենք, sense հնարավորություն կա։ Արի քեզ օգնենք, իրար հետ կարողանանք ձևավորել խնդիրը, որովհետեւ դու կարողանաս մեր սուպերհամակարգիչի վրա անես։ Հետո դու արդեն կարողանաս ուրիշ սուպերհամակարգիչներ գտնել։ Եվ այդտեղ բալանսը կա, թե ինչքան արժի փող ծախսել, ինչքան արժի մեծ սուպերհամակարգիչ այսքան բերել։ Եվ մի բան մոռանանք, սուպերհամակարգիչները չեն տալիս։ Դա ազգային անվտանգության խնդիր է, այսինքն բոլոր երկրները իրենց վերջին սուպերհամակարգիչը կամ չեն տալիս ուրիշ երկրների, պահում են իրենց մոտ։ Եվ սա նաև բացառիկ էր, այսինքն շատ երկրներ ունի կուզենային, սա չէին ունենա, եւ սա ինչ որ հետաքրքիր համագործակցություն է Ֆրանսիայի կառավարության հետ, կառավարությունը մեր շատ աջակցեց, սուպերհամակարգիչը, որը թարմացվեց Toulouse-ի համալսարանից նոր բերվեց Հայաստան, որը շատ դեպքերում նաև անհնար կլինի։ Դրա համար եղած ռեսուրսի օգտագործում եւ նաև դրսի ռեսուրսների մուտք։ Բայց մյուս հարցի դեր մասին եմ ուզում անդրադառնամ։ Մենք անելիք ունենք խնդիրները շատացնելու, դեր ասած կազմակերպություններին շատացնելու, որոնք այդ ռեսուրսի կարիք ունենան։ Լավ, այսօր 70%, լավ 100% են օգտագործում
մենք բավարարված ենք, իհարկե ոչ։ Որտեւ եթե նայեք խոսքը գնում է 30 կազմակերպության մասին, դու կարող է 100-200 կազմակերպություն խնդիրներ ունենան, որոնց համար պետք է լինի սուպեր համակարգիչ, նշանակում է բարդ խնդիրներ են լուծում, մեծ հաշվողական հզորություններ պահանջող խնդիրներ են լուծում, մենք նաև ինժեներական քաղաքում ընդհանրապես ձեռնարկություն ինկուբատոր հիմնադրամը դրա վրա ենք նաև շատ աշխատում, օգնել կազմակերպություններին ձևավորել մեծ խնդիրներ կամ ստեղծել թիմեր, որոնք աշխատում են այս խնդիրների վրա, որի անունը դրել ենք, չգիտեմ ինչի, deep tech, խորը տեխնոլոգիաներ։ Ոնց պիտի փորձենք նենց անենք, որ ավելի շատերը զբաղվեն այդ ամեն ինչով։ Անում ենք հետաքրքիր մոդելով, առաջինը ստեղծել ենք ինժեներական քաղաքում առաջատար հետազոտությունների կենտրոն, որտեղ անում ենք առաջին հերթին մեծ քանակությամբ մասնագետների պատրաստում եւ հետազոտական ծրագրերի մշակում։ Դա ինչ է նշանակում, գտնում ենք թիմեր, ձևավորում ենք խնդիր, իրար հետ սկսում ենք մտածել, ոնց որ գիտական ինկուբատոր լինի։ Նաև աշխատում ենք եւ նաև նման մի ծրագիր ենք սկսել, որի անունը գիտական հենց ինկուբատոր է, որտեղ վերցնում ենք խնդիրներ կամ թիմեր, որոնց անելիքի մեջ կա որոշակի գիտական կամ տեխնոլոգիական բարդ մարտահրավեր։ Այսինքն ոչ թե պարզ խնդիր է, որի համար բիզնեսն է պետք մշակել, այլ ասենք թե օրինակ նոր նյութի ձևավորման, օրինակի համար նոր էլեկտրոնային համակարգի ձևավորման կամ ասենք նոր արհեստական բանականությամբ ինչ-որ որոշակի խնդրի կամ հաշվողական խնդրի լուծման ինչ-որ հարց կա, որի շուրջ փորձում ենք, այսինքն այդ թիմը հավաքել, այսինքն մուտք գործեն մի կողմից բիզնեսի աշխարհ, բայց մի կողմից բիզնես, որտեղ կա բարդ տեխնոլոգիական խնդրի լուծում, որի մի մասին ուղղորդում ենք, ասենք թե դեպի տարբեր մասնավոր կազմակերպություններ, մի մասին ուղղորդում ենք սուպեր համակարգիչ, մի մասին ուղղորդում ենք ինժեներական քաղաքի պրոտոտիպերի լաբորատորիա, որտեղ իրանք արդեն կարողանում են որոշակի ինչ-որ սարք սարքեն կամ նմուշ սարքեն իրենց այսքան գաղափարի շուրջ։ Այսինքն ինժեներական քաղաքը ավելի շատ տարածք չի։ Ինժեներական քաղաքը ավելի շատ մի տեղ է, որտեղից ուզում ենք այդ գիտական, տեխնոլոգիական հրաբուխը ժայթքի դրական իմաստով եւ իր ամբողջ լավան տարածի ամբողջ երկրով մեկ։ Բայց ինժեներական քաղաքը նաև տարածք է, ու ինձ հետաքրքիր է, եթե ավելի շատ լինեն ընկերությունները, կազմակերպությունները, որոնք կուզենան միանալ այս պրոյեկտին, արդյոք դրա ֆիզիկական հնարավորությունը կլինի։ Ես հիշում եմ, երբ որ այդ տարածքը հատկացվում էր, կառավարության հետ քննարկում էինք, մեզ առաջարկվեց Չարենցավանը։ Մենք ասենք մենք չենք ուզում այս պահին մեծ տարածք, մեր նպատակը մեծ տարածքը չի, մեր նպատակը մոդելը աշխատելն է։ Եվ մենք գտնում ենք, որ ինքը պետք է մեծ չլինի, իրանից շատ պետք է լինեն։ Այսինքն շատ քաղաքներ Հայաստանի տարբեր տեղերում, թեկուզ Երևանում, ոնց ասենք կան ինկուբատորներ, աքսելերատորներ, ուսումնական կենտրոններ, այսինքն նմանատիպ միջավայր ճակերտներում է իր անունը քաղաք, ինքը իրականում որոշակի միջավայր է, որոշակի խաղի կանոններով, երթևեկության կանոններով, դրա համար պայմանական ասենք անունը քաղաք ենք դրել, որոնք կարող են նաև մասնագիտացված լինել։ Մեկը մասնագիտացված լինի, ասենք նյութաբանության վրա, մյուսը մասնագիտացված լինի էլեկտրոնիկայի վրա, մյուսը մասնագիտացված լինի արհեստական բանականության վրա։ Մենք այս պահին ընդհանրապես 5-6 ոլորտի վրա ցույց ենք տալի մոդելի աշխատելու այսինքն անհրաժեշտությունը։ Որտեղ նույն հարցը բոլորն են տալի, ինչ եք ուզում, որ իրար հետ լինեն։ Հայաստանը փուճուր է, էլի։ Երևանում ինչ է նշանակում 2 ժամում կարամ ցանկացած տեղից ցանկացած տեղ դնեմ։ Ինչ անպայմանա, որ իրար եւ եղել են մարդիկ եւ ասեմ բարձրաստիճան պաշտոնյաներ, մենք հարցը տվել են։ Չի համար եք ուզում հենց կողքի շենքում իրար հետ նստեք, հա, մի ժամ այլ կգնաք կամ 15 րոպե կգնաք իրար հետ գտնեք։ Մենք դա ենք ուզում ցույց տանք, դա այդ հնարավորություն ենք ուզում ցույց տալ, որ չեն գնում։ Աշխարհում էլ չեն գնում, այսինքն այնտեղ տրանսպորտի կամ բանի հարց կա, այսինքն մի տեղ լինելու, մի ընտանիքում լինելու, մի միջավայրում լինելու, նույն հաստոցի վրա աշխատելու, նույն ճաշարանում ուտելու, նույն խնդրի շուրջ մեկ էլ ճանապարհին տեսնելու, ասի արի այս խնդիրը չեմ կարողանում լուծել, արի մի հատ իմ սենյակի այդ բանը լուծելու, դրա արժեքը կա, էլի։ Եվ կհիշեք Հայաստանի պատմության մեջ նաև նման բաներ շատ են եղել, ասենք Գյուրականի Ասխետանի գաղափարը, որ հավաքեցին միտեղ աշտարակի ֆիզիկայի ինստիտուտը, որ հավաքեցին միտեղ, այսինքն նոր բան չենք մտածել, փորձեցինք տեխնոլոգիական ոլորտի վրա IT հաջողությունը ցուցադրել, որը կապել միջավայրի հետ։ Բայց դա նաև նշանակում է, որ ավելի ձեռնտու է ֆիզիկապես մեծացնել այդ եղած մի ինժեներական քաղաքը, ոչ թե մի քանի հատ կազմակերպել տարբեր տեղերում։ Վիճելի հարց է, այսինքն համաձայն եմ։ Կոնկրետ մերը չեն կարող մեծացնել, որտեղ սահմանափակում ունենք, այսինքն տեղ չունենք մեծացնելու։ Մենք հատուկ այդ տեղը ընտրեցինք, որտեղ հետաքրքիր
Նաև ասեմ, որ դա մասնավոր պետական համագործակցություն է, այնտեղ պետության կողմից կա շատ մեծ, այսինքն ներդրում, բայց կա նաև մասնավորի կողմից ներդրում։ Դա էլ է, այսինքն կարևոր բան, դրա համար այսինքն սահմանափակ տեղում սահմանափակ խնդիր է լուծում, բայց համաձայն եմ, կարող ենք ասենք թե հաջորդ եթե մտածվի նման բան անել, կարելի ավելի մեծ տարածք վերցնել, որտեղ կարելի ավելի մեծ հաջողությունների հասնել, բայց նորից կրկնվեմ, ցույց տալ Հայաստանում դա հնարավոր է, մենք այդ խնդիրը ունենք։ Ինչպես 2002 թվականին ցույց տվեցինք, որ Հայաստանում հնարավոր է տեղեկատվական տեխնոլոգիաներ զարգացնել, հավանաբար կհիշեք, բոլորը չէին հավատում, ասում են, ինչ տեղեկատվական տեխնոլոգիաներ, ինչ Հայաստան, ինչ ինկուբատոր, մեր տուրիզմը ես հավերի բիզնեսից եք խոսում, երևի ինկուբատոր եւ այլն, մենք տուրիզմով, տեքստիլով եւ բանով մեր երկիրը այսինքն զարգացնենք, հիմա տեսել եք, որ բոլորի ցուցանիշներում բոլոր տեղեկատվական տեխնոլոգիաները եւ աշխատուժով եւ կազմակերպություններով։ Նպատակը, որ այսպես ասած, քանի որ վախը դուրս է եկել, այսինքն Հայաստանը կարող է լինել տեխնոլոգիական երկիր, այսինքն դիվերսիֆիկացնել, մտնել մի դաշտ, որտեղ ինտեգրվում է սարքը եւ ծրագրավորումը, որի պայմանական ինժեներության որոշակի ոլորտներ են, որոնք ունեն հետաքրքիր կիրառություն ոլորտներում, որոնք այսօր առաջատար են։ Ուղղակի սարքեր չեն, սարքեր տիեզերքի համար, մեքենաների համար, սարքեր կիսահաղորդիչների տեստավորման համար եւ այլն եւ այլն։ Իսկ անալոգներ նման ինժեներական քաղաքների կան աշխարհում։ Շատ կան, տարբեր ձևերով իրականում շատ կան նման բաներ Միացյալ Նահանգների հենց համալսարանների ներսում, ասենք եթե գնանք Ստենֆորդ կամ MIT, մենք հենց համալսարանի ներսում կտեսնենք քաղաք, ես գալիս եմ Բերլինից, անցած շաբաթ այնտեղ Բերլինի քաղաքը մասնավոր հետ մի հատ ինժեներական քաղաք բացեց հենց Բերլինում, ոնց որ լրիվ նույնն է լիներ, շատ նման էր։ Մեր գաղափարին իրանք մի հատ ունեին Շտուտգարտում Mercedes-ի համար սարքած, այսինքն մասնագիտացված էր Mercedes-ի համար։ Շատ կան նմանատիպ բաներ, բայց ավելի մեծ մասշտաբի, ասենք թե Ճապոնիայում, Կորեայում, օրինակի համար, եթե հիշենք LED-երը հիմա մեր համար սովորական բան է, բայց 10 տարի առաջ ինքը չկար, օրինակի համար Կորեայում բացել էին LED-երի քաղաք։ Այսինքն բոլոր կազմակերպությունները, որոնք զբաղվում են այդ բիզնեսով, հավաքել էին միտեղ, փորձում էին, այսպես ասած, մասնագետները, սարքերը եւ չգիտեին ուրա գնալու այդ բիզնեսը, դեռ հələ լամպերը չէին փոխվել էլի 10-15 տարի առաջ, այսինքն դա տարբեր նպատակներ ունեն։ Իսպանիայում շատ տակիր անում են, որը կապում են մարզային զարգացման հետ։ Ոչ թե դնում են քաղաքում, այլ տանում են հեռակա մարզեր, որտեղ ուզում են գիտությունը, տեխնոլոգիաները գնա մարզ, մարդիկ տեղափոխվեն, որտեղ կարողանա, այսինքն էկոհամակարգ, այսինքն միջավայր ստեղծվի։ Այսինքն մոդելները շատ տարբեր են, մեր մոդելի յուրահատկությունը նա է, չեմ յուրահատկություն չասեմ, բայց որը մեծ առավելություն է տալիս, առաջինը, որ ունենք National Instruments Emerson-ին, այսինքն շատ կարևոր ներդրող, ունենք 11-ից ավել մասնավոր կազմակերպություններ, որոնք ոչ թե անդամ են, այլ գաղափարին են աջակցում, եւ ունենք պետության նաեւ մասնակցություն, որտեղ նաեւ պետությունը իր հետաքրքրություններն է բերում ոլորտային զարգացման, մասնագիտական կրթության եւ այլ մասերով։ Այսինքն ինքը հետաքրքիր մի հատ ինչ-որ բան է դարել, ես համոզված եմ, ինչպես ինկուբատորները 2002-ից հետո հիմա սովորական բան են, աքսելերատորներ մեր բոլոր անկյուններում, մենք սենց տեխնոլոգիական քաղաք, ուժուր քաղաքներ ենք ունենալու ամբողջ Հայաստանում ենք։ Մոտավորապես երբ։ Իսկ թվում է պետք է արդեն մի քանի տարուց կտեսնենք։ Նույնիսկ մի քանի տարուց։ Իսկ մա որոշ մարդիկ արդեն որոշ ներդրումներ արդեն մտածում են այդ ուղղությամբ, որոշ քայլեր անում են։ Սա կարևորը որ մի փոքր չվախենանք, ավելի խնդիրը տանենք ռազմավարության դաշտ, ոչ թե որ կլինի, լավ կլինի, այլ նպատակային օրինակի համար Սյունիքում Կապանում նմանատիպ ինժեներական միջավայր սարքենք, որ ունենա նաև, ես կարծում եմ նաև ռազմավարական նշանակություն, ոչ թե ընդհանրապես միայն բիզնեսի զարգացման կամ ոլորտային զարգացման։ Ձեր կարծիքով ինժեներական քաղաքում ամենահետաքրքիր պրոյեկտները այս պահի դրությամբ որոնք են, չհաշվենք նրանց, որոնք որ այլ երկրների հետ են կապված, այսինքն National Instruments եւ այլն չհաշված տեղական պրոյեկտների մեջ կան ինչ որ շատ հետաքրքիր նախագծեր, որոնք շատ հետաքրքիր ու կարևոր աշխատանք են անում։ Ինժեներական քաղաքում հետաքրքիր նախագծերից մոտ 22-ից ավել տեղական կազմակերպություն Մեկը շատ հետաքրքիր է, մի քանիսը ասեմ, իսկ կներեն բոլորը, որտեղ բոլորն է հետաքրքիր։
Մեկը որ ինձ շատ հետաքրքիր է այդ դրոնների լուծումներն են, շատ հետաքրքիր լուծումներ ունեն, բավական խելոք եւ բավական մեծ քաշերի տեղափոխման, այսինքն ոչ թե ռազմական օգտագործման, այլ փոստի եւ այլ, որը աշխարհում շատ մեծ պահանջարկ ունի, որովհետեւ մեր համար դրոնները փոքր նկարահանման կամ ռազմական արդյունաբերության համար են, բայց այսօր մեծ երկրներում, Հնդկաստանում եւ այլնում, այսինքն թեկուզ հասարակ դեղամիջոցի տեղափոխումը կամ բան տեղափոխումը այսօր աշխարհում բավական մեծ խնդիր է դրված, որը այդ կազմակերպությունը շատ հետաքրքիր, այսինքն օրիգինալ, այսինքն լուծում ունի, ինտեգրացիայի, այսինքն արհեստական բանականություն, այստեղ մենակ թռնելը եւ տեղափոխելը չի։ Այսինքն շատ բարդ խնդիրներ կան, այսինքն որտեղ իր մրցունակությունը բարձրացնելու մասով բավական հետաքրքիր է։ Մի հետաքրքիր շատ թիմ ունենք փոքր, որոնք զբաղված են հաշմանդամների համար ձեռքերի, այսինքն պատրաստման խնդիրներով, իրենց նորարարությունը իրենք փորձում են դա կապել ուղեղի հետ։ Այսինքն ոչ թե կապել ձեռքի հետ կամ ձեռքի, այսինքն տարբեր, այսինքն ֆիզիկական շարժումների հետ, այլ բավական բարդ խնդիր են փորձում լուծել, որ կարողանան կապել ուղեղի հետ եւ այդ ոտքը կամ ձեռքը բավական հետաքրքիր նմուշներ ունեն, կարողանան այսինքն դրա միջոցով անել։ Շատ հետաքրքիր կազմակերպություններ ունենք, որոնք օրինակի համար շատ པարզ խնդիր են լուծում, բայց ես ուղղակի հիացած եմ, սարքում են բաներ էլեկտրական մեքենաների, էլեկտրական այդ լիցքավորող սարքերը, թվում է թե པարզ բան է, բայց բավական մեծ շուկա գրավեցին, կարողացան իրենց հետաքրքիր լուծումը գտնել, կապել մոբայլ լուծման հետ, այսինքն շատ ինչ-որ աներևակայալի նոր բան չի։ Այսինքն ունենք շատ բարդ գիտական խնդրից սկսած, որոնք փորձում են նեյրոգիտության եւ այլնի հետ, որոշակի այսինքն խնդիրներ ինտեգրացիա եւ նաեւ եւ ամենաբարդ հետաքրքիր խնդիրներից մեկը, որ այսօր կազմակերպությունից մեկը զբաղվում է, նրանք զբաղված են ռադարներով եւ լիդարներով, որոնք դրվում են մեքենաների վրա, որոնց միջոցով, այսինքն մեծ նաեւ արտադրողները կարողանում են առանց վարորդի մեքենաներ, այսինքն արտադրել։ Դե խնդիրներ կան բավական հետաքրքիր, որոնք կարողանում են այսինքն Հայաստանում լուծել։ Լավ բանը նա է, որ Հայաստանում է արվում, նաեւ լավ բանը նա է, որ բոլորը գլոբալ աշխարհի համար է արվում։ Այսինքն նկատեցիք օրինակների մեջ շատ քիչ կար, որոնք կոնկրետ Հայաստանի համար որոշակի խնդիր լուծելու համար են, այսինքն դա էլ է կարևոր բաներից մեկը քաղաքի, ուզում ենք որ մեծ մտածեն, ուզում են որ դուրս գնան, դե մեր երկիրը փուճուր է։ Մենք այդ մեկ գլխով կարող ենք 1000 շուկա գրավել, մեկ գլխով մեկ շուկա չարժի գրավել։ Ինժեներական քաղաքի բոլոր նպատակները, հա, եթե սահմանենք որպես 100%, այս պահի դրությամբ մոտավորապես քանի տոկոսով է ինքը իր ֆունկցիաները կատարում։ 50%-ով, այնքան երազանք ունենք մենք իսկույն այստեղ ամենակարևորը որ ինքը երբեք 100%-ով չկատարի, որտեղ նշանակում ենք երազել, արդեն կանգնել ենք չենք կարողանում երազել, որովհետև նույնիսկ ցանկացած ոլորտ մտնելուց, մի դուռ բացելուց մի ուրիշ դուռ է, այսինքն առջևում գալիս, եւ ամենակարևոր բանը չկանգնել ու չհանձնվելն է։ Այսինքն հնարավորությունը, որ նոր հնարավորություն է ստեղծում։ Առաջինը մասնագետներ պատրաստեցինք, պետք չի կանգնել, որպեսզի մասնագետները պատրաստելը դառնա մեր վերջնական նպատակը։ Այսինքն եթե ունենք լավ մասնագետներ, մյուսը փորձում ենք բացել հետազոտական լաբորատորիա, որ մասնագետները չգնան ուղակի այդտեղ աշխատեն։ Երրորդը փորձում ենք, այսինքն այնտեղից անընդհատ դրսից խնդիրներ բերել, որպեսզի կարողանան աշխատել։ Ունենք 4 հատ առաջատար լաբորատորիա, ավարտենք թե չէ, եկեք Airbus-ի հետ ուրիշը բացենք, եկեք նրա հետ մյուսը անենք։ Այսինքն այդ անընդհատ իր զարգացումը եւ ամենակարևորը ինչն է, ինքը բացա բոլորի համար։ Քաղաքը միայն քաղաքի բնակիչների համար չէ, քաղաքը բառից բուն իմաստով առաջինը ամբողջ շրջապատի ժողովուրդը գալիս է ման գալու, երկրորդը բոլոր գիտական, հետազոտական, տեխնոլոգիական կազմակերպությունները կարող են օգտվել նրա ցանկացած, այսինքն ֆիզիկապես դժվար կլինի, տեղ չունենք, բայց լաբորատորիաներ գալ, օգտագործել, այսինքն եւ ասենք թե նմուշներ սարքել կամ հետազոտություններին մասնակցել, սեմինարներին մասնակցել, դասերին մասնակցել, ամբողջ այսինքն Երևանի եւ Հայաստանի համար է, որը ես կարծում եմ դրա համար ասեցի 50%, որը մի 50% անընդհատ երազենք։ Իսկ ինչ որ պահ գալու է, երբ որ ասենք, որ այս պրոյեկտը ինչ որ ավարտի է հասել, թե, չգիտեմ, շինարարական տեսանկյունից, ինչ որ մի տեսանկյունից։ Ինձ թվում է մեր մտածելակերպում կարևոր կետ են համարում շինարարության ավարտը, մեկ,
Շինարարության ավարտով ես կարծում եմ դե ինժեներական քաղաք մեկը ամբողջապես պատրաստ է, ակսելերատորը կլինի հունիսին պատրաստ կլինի եւ կմնան այդ 22 կազմակերպությունից կարծում եմ 2026-ին արդեն բոլոր ոնց ասած էլ շինարարություն չի լինի տարածքում, որովհետեւ ունենք 22 կազմակերպություն, որոնք ոմանք արդեն ավարտում են այս տարի, մեծ մասը կավարտի այս տարի, բայց մի քանիսը դեռ այսինքն կշարունակեն այս աշխատանքները։ Դե շինարարության մասով նայենք, ինքը այս տարի կունենա ամբողջական տեսք եւ արդեն ունի շատ հաճելի հետաքրքիր տեսք, բայց ոնց ասած չենք ընդլայնել, ոչինչ չենք անի, նոր բաներ չենք մտածի շինարարության կամ լաբորատորիաների տեսակետից, դա կսահմանենք 2026-ի ավարտը։ Բովանդակային մասով թվում է չենք ավարտի, որովհետեւ շատ կարեւոր ենք համարում նոր ծրագրերի, այսինքն նոր նախաձեռնություններ բերելը եւ եղածի, այսպես ասած, հաջորդ փուլ տանելը։ Լաբորատորիա միջավայր ունենալ հետազոտական, դա նշանակում է անընդհատ դիթարմացվի։ Նշանակում է անընդհատ նոր հնարավորություններ ունենա, դրա համար ես չէի ուզի այդ ավարտել բառը օգտագործել, որովհետեւ հենց ինքը սուպեր համակարգիչ է։ 2 տարի հետո պետք է մտածենք ինչ նոր սուպեր համակարգիչ ենք բերում կամ 4 տարի հետո պայմանական կամ մեր հետազոտական լաբորատորիաներ, այսինքն ինչ նոր սարքեր կան, ինչեր կան աշխարհում, որ պետքա բերենք մեր հնարավորությունների սահմաններում, որպեսզի կարողանան այդ միջավայրում, այսինքն մեր ինժեներները աշխատեն, որտեղ եթե ինժեները, եթե տեխնոլոգիական դաշտում աշխատող ինքը չի իր միջավայրում աշխատում, վերջ չի աշխարհի նորությունների հետ չի շփվում, այսինքն ինձ համար բավական դժվար է։ Եվ արդեն սկսել ենք մի քանի պրոյեկտներ ենք մտածում ինժեներական քաղաքի, ինչպես ասացի, կրկնօրինակման կամ ընդլայնման եւ մի մեծ երազանք ունենք, դեռ հələ չի իրականացվել, դա արդյունաբերական քաղաքն է, որտեղ ավելի դեր ասած լայն կլինի եւ հնարավորություն կտան կազմակերպություն արտադրելու։ Մենք հիմա թույլ չենք տալի արտադրել։ Դու կարող ես սարքել 1000 հատ կամ 2000 հատ նմուշ այդ որոշակի սարքից, ասենք 1 միլիոն հատ դու չես կարող ինժեներական քաղաքում սարքել, որտեղ կզբաղացնես բոլոր հաստոցները։ Հարևանությամբ կամ քաղաքի մի այլ տեղում, եթե ունենանք նաեւ արտադրական քաղաք, որտեղ ինժեներական քաղաքում ծնված գաղափարները կամ նմանատիպ միջավայրում ծնված գաղափարները արդեն կմտնեն արտադրական, այսինքն դաշտ այլ մշակույթ է, կզարմանաք, որ ասեմ, մտեղ են ուզում իրար հետ լինեն։ Գործարաններ ուզում են իրար հետ մոտիկ լինի, որպեսզի նաև շատ խնդիրներ, լոգիստիկ, մասնագետների եւ այլն կարողանան իրար հետ օգտագործել։ Ավելի քան տրամաբանական է իրականում։ Բայց կան Հայաստանում ընկերություններ, որոնք իրոք հետաքրքրված են նրանում, որ մենք ունենանք արդյունաբերական, արտադրական քաղաք, այսպես ասեմ։ Մենք արդեն ինժեներական քաղաքում ընկերություններ ունենք, որ իրանց մեծ հաճույքով կհանեինք, չնայած նոր ենք սկսել, որտեղ իրանք արդեն ուզում են արտադրեն, մեկը ջրվեժում կողքը բանա, հող է վարձել, բանա սարքել, փոքր գործարան է սարքել, համստեղից չի ուզում դուրս գնա, այնտեղ էլ չի ուզում մենակ գնա, որտեղ մենակ է։ Այլ որ գործարանային քաղաքները ինքը տեղափոխվեն ամբողջապես այնտեղ։ Այդտեղ միջավայրում է ուզում մնա, բայց նաև արտադրության պահանջ ունի, բանա հող է առել, թե վարձել, չեմ հիշում։ Մեծ հանգարա պատրաստել ու արտադրությունը այնտեղ է, շատ հետաքրքիր է։ Եվ ինչ են արտադրում, եթե գաղտնիք չի։ Հենց այդ մեքենաների այդ բաներ արտադրող այդ էլեկտրական մեքենաները լիցքավորում են, այդ սարքերն է արտադրում, դեռ ինքն չէ սպասում, որ Վրաստանի շուկա եւ այլ շուկաներ այսքան կմտնի, հետաքրքիր բան է, հետազոտական պրոյեկտներ անում, նորարարություններ ուզում գտնել, հետո այսքան մեծ շուկա գտավ եւ սկսեց այսքան արտադրել, շատ հետաքրքիր է։ Բայց ինչքանով ձեռնտու կլինի որևէ արտադրություն հենց Հայաստանում կազմակերպել, հաշվի առնելով, որ բավական մեծ թվով այլ երկրներ կան, որտեղ կա կարծիք, որ ավելի էժան է արտադրությունը կազմակերպելը։ Իրականում պարզվեց, որ շատ ձեռ է տալիս, որտեղ հատկապես արտադրատեսակներ տեխնոլոգիական, որտեղ կա տեխնոլոգիական լուծում եւ տեխնոլոգիական տարր, այսինքն նորարարություն կա։ Եթե նորարարություն կա, ապա մենք շատ դեպքերում այսօր աշխարհում օրինակ հետաքրված են, որպեսզի Հայաստանից այդ ապրանքները տանեն, չնայած օրինակի համար տրանսպորտային, այսինքն թանկ ճանապարհներին։ Օրինակ կզարմանաք, այդ մինչև պատերազմ Մոսկվայի ամբողջ դպրոցները լաբորատոր սարքեր, օրինակ սովորում են 7-րդ, 8-րդ դասարանում էլեկտրոնիկա եւ այլն այլ մասնագիտական առարկաներ, ամբողջը արտադրվում էր, ամբողջը տարվել է ինժեներական քաղաքից։ Մենք ունենք կազմակերպություն, որի մի ուղղություններից մեկը, դրանք տեստավորման հիմնական,
սարքային բաներ են անում։ Որպես հոբի սկսեցին, այսինքն հետաքրքիր բաներ են ամբողջապես եւ մշակված առարկան եւ մշակված սարքերը այս տուփի մեջ սիրուն։ Հիմա Մոսկվայի կարելի ասել եւ 70 շատ մեծ քանակությամբ դպրոցներ ուղղակիորեն այսինքն ինքն էր մատակարարում, որովհետեւ հետաքրքիր մոտեցում էր գտել ու հետաքրքիր լուծում էր գտել։ Նես չի որ եթե ինչ-որ մեկին 10 ասես, նա ինքը չի կարող է տանել, բայց դու մեկը մտածի, մեկը սարքի, այսինքն մենակ սարք չէր, իր այդ դրված էր նաև դասագիրքը, կոպիտ ասած, ձեռնարկը, ուսումնական, այսինքն այդ հետաքրքիր բաներ կան Հայաստանում արվում են։ Հիմա էլ չեն արտադրում դրանցից։ Հիմա ինքը ուրիշ շուկաներ է տանում, փորձում տանի, որովհետև հիմա Ռուսաստան չի կարող տանել, դժվար է, բայց ասենք պիտի վերաձևավորվի, այսինքն նույն շուկայի համար արած է, դա միարժեք չի, որ ուրիշ շուկա է ստանում։ Հետո շատ միջավայրում լինել նշանակում է օրինակի համար դու national instrument-ի կամ Emerson-ի հարևանությամբ ես կամ այսինքն մեծ կազմակերպություն է, նշանակում դու այդ գիտելիքին նաև ունես որոշակի մուտք։ Հիմա դու եթե նստած ես աշխարհում ինչ-որ մի հատ շատ նույնիսկ հետաքրքիր գեղեցիկ երկրում, բայց միջավայրում չես, նաև դու չգիտես աշխարհի տենդենսները։ Օրինակ մեծ կազմակերպությունները, որ կան Հայաստանում, հատկապես նաև որոշները ինժեներական քաղաքում, իրանք նաև աշխարհի գիտելիքն են, չէ՞, բերում Հայաստան։ Ես իմանում եմ աշխարհի գիտելիքը ինչ է, իմանում եմ խնդիրները ոնց է, եւ դրա վրա փորձում եմ այսինքն նոր լուծում առաջարկել։ Այսինքն ես նաև աշխարհի մակարդակով առաջատար, ասած մտածելակերպ ունեմ։ Դա ամենակարևոր հարցերից մեկն է։ Որտեւ անընդհատ գնաց կետևից վազելով դու ֆինանսապես չես հասցնի, չես կարողանա։ Արդյոք համացանցը այսօր հասանելի չի դարձնում այդ այսպես կոչված համաշխարհային գիտելիքը։ Օրինակի համար national instrument-ի տեստավորման սարքավորումները դուք համացանցում չեք գտնի, չեք կարող իմանալ ոնց է աշխատում, կամ չեք կարող գնալ ձեռ տալ կամ ինչ-որ բան փորձարկել։ Ինֆորմացիայի մասով հա, որ sense բան կա, բայց դրա վրա ինչ ավելացնել, դրան ինչ լրացնել, ինչ անել, այսինքն բավարար չի նույնիսկ սարքը տեսնել, դի այդ աշխատողների, նրա հետազոտողների հետ դու շփվես, որ ինքը ասի, այսպես խնդիրներ ունեմ ներսում։ Ինքն ասի, այսպես լուծում եմ գտել, կարող է դուք այսինքն վերցնեք օգտագործեք, կամ ասի ինձ հետաքրքիր չի, դու արտադրի, նաև այս շուկաներում դու կարող ես վաճառել, էլի։ Այս արդյունաբերական քաղաքի գաղափարը ինքը դեռ գաղափարի մակարդակում է, թե ինչ որ քայլեր Չէ, գաղափարի մակարդակում է, փորձում ենք ներկայացնել տարբեր տեղերում, կառավարությունում, դոնորներին եւ այլն։ Հայաստանում մի քիչ ծանր վիճակ է, հատկապես այսինքն USAID-ի ելքից հետո նաեւ ֆինանսավորման այսինքն խնդիրների սահմանափակումներ կան, բայց մասնավորին եւ այլն, այսինքն փորձում գաղափարը տարբեր տեղեր ներկայացնել, դա մենք ինժեներական ասոցիացիան մենք մենակ չենք, ինժեներային կազմակերպությունների հետ միասին, այսինքն գաղափարը փորձում ենք առաջ տանել, հույսով եմ նաև Հայաստանի կառավարությունը մի օր մեծ ֆինանսական հնարավորություններ կունենա այդպես նախաձեռներ կֆինանսավորի։ Բայց այսօր արդեն մեծ բան է, որտեղ կառավարության դերակատարությունը, այսինքն sense պրոյեկտներ չեն լինում, եթե ասենք չներ կառավարությունը եւ այդ հողի հատկացումը եւ այդ ֆինանսավորման, այսինքն մեծ մասը հնարավոր չէր լինի, այսինքն անել։ Եվ աշխարհում է տենց այս պետական նման բաները պետական մասնավորի հիմքով են սարքած, որտեղ իր տակ բիզնես գաղափարախոսություն չի դրված, իր տակ զարգացման եւ տեխնոլոգիական այսինքն առաջընթացի ոլորտի զարգացման խնդիրներ ա դրված։ Կարող ես ինքնածախսած ծածկման գնալ ինչ-որ փուլի, բայց դու չես կարող դա բիզնես դարձնել, բիզնես դարձնես, այսինքն շատ բաներ չես զբաղվի, որտեղ արդյունավետ չի։ Փաստորեն արդյունաբերական քաղաքը եւս հնարավոր չի լինի ոչ մի ձևի իրականացնել, եթե չլինի պետական մասնակցություն։ Իհարկե, շատ դժվար կլինի, որտեղ նմանատիպ հող, նմանատիպ տարածք, ասենք առանց պետության մասնակցության, այսինքն միլիոնավոր դոլարներ կարժենան, ասենք մենակ հողը գնելը։ Այսինքն ինքը պրոյեկտը կտանկանա շատ։ Այսինքն եթե հաշվենք այսօր պրոյեկտը մոտավորապես 100 միլիոն ամերիկյան դոլարին եթե համարժեք նայենք, մոտավորապես մի 30 միլիոնի կարգի մենակ այսինքն այն հողը կարժենա, որը պետք է գնել ու դժվար է նաև ունես սկզբից պետք է այսինքն այդ ներդրումը կատարես։ Հետո պիտի բավական մեծ ներդրումներ անես։ Ինժեներական քաղաքի ինչն էր արժեքը, որ կարողացանք ոչ միայն այդ հողակտորը պետությունից ստանալ, այլ ամբողջ ենթակառուցվածքները սարքել։ Ինքը որ կազմակերպությունը գալիս է իր շենքը տեղակայում է, իր հաստոցները միանում է, ինքը ոչ մի բանի խնդիր չունի։ Ինքը ոչ ունի գազի խնդիր, ոչ ունի հոսանքի խնդիր, ոչ ունի հոսանքի անջատվելու խնդիր, ոչ ունի կոյուղու խնդիր, ոչ ունի ջրի մարտակարարում, պատկերացնեք ջուրը մի րոպե հանգար կամ մի վայրկյան կամ հոսանքը սուպեր համակարգչին չհասնի։ Այսինքն ինքը պաշտպանական համակարգեր ունի, մի հատ է քաղաք ունի, այսինքն համակարգեր, դա համար էլ այսինքն միջավայր պետք է։ Իսկ ասենք Երևանում կարող մեր շենքում դնեմ լույսը գնա ու սուպեր համակարգիչ անջատվի։ Ինչը վերջերս ցավոք շատ տարածված խնդիր է։ Այսինքն այդ, այսինքն տենց բաներ կա։
որոնք տիպիկ չեն Հայաստանին, այսինքն աշխարհի բոլոր տեղերում կարող են լինել, որը պետք է կարողանաս նաև միջավայր սարքես այդ ամեն ինչը լուծելու համար։ Ինչ որ կարևոր հետաքրքիր բան մնաց, որը արժի ասել ինժեներական քաղաքի մասին, բայց որի մասին չխոսեցինք։ Կարևոր բաներից մեկը ես կարծում եմ, որ մենք նաև միջոցառում ունենք, որը կոչվում է ինժեներական շաբաթ։ Մենք արդեն 8 տարի, եթե չեմ սխալվում, անում ենք ամեն տարի հոկտեմբերի առաջի շաբաթը։ 3 օր է ինժեներական շաբաթը, առաջ օրը անում ենք Պատկերասրահում, երկրորդ օրը ինժեներական քաղաքում, երրորդ օրը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։ Այս տարի նորարարություն ենք անում, ամբողջ ուզում ենք անենք ինժեներական քաղաքում, քանի որ արդեն ինժեներական քաղաքում մեծ դահլիճ կունենանք մինչև հոկտեմբեր ամիս եւ նաեւ կարծում եմ սա միջոցառում է, որտեղ դրսի ներսի բոլոր մասնագետներին առաջինը ներկայացնում ենք Հայաստանը եւ Հայաստանը դարձնում ենք հաբ, հանգույց, միջավայր ոչ միայն Հայաստանի ինժեներության զարգացման, տեխնոլոգիայի աշխարհի զարգացման համար։ Եվ կամաց-կամաց դիրքավորվում ենք, եթե դու ուզում ես իմանալ, ասես ոլորտներում առանց վարորդի մեքենաներ, կիսահաղորդիչներ կամ ասենք տիեզերքի հետ կապված խնդիրներ, ապա աշխարհի կարևոր միջոցառումներից մեկը Հայաստան գալն է, Երևան քաղաք գալն է, այդ թվում ինժեներական քաղաք։ Շատ շնորհակալություն այսօր մեզ մոտ գալու համար։